Արցախի նախագահն առաջնագծում ծանոթանում է կատարված հսկայածավալ ինժեներաամրաշինական աշխատանքներին։ Ապրիլյան պատերազմը ստիպել է նոր ռազմավարություն ու մարտավարություն որդեգրել։ Հակառակորդի մարտավարական փոփոխություններին զուգահեռ փոփոխվում է նաև պաշտպանական համակարգը։ Հակառակորդի ինչ ձևի իրան դրսևորում է, դրան հակառակ արդեն եզրակացություններ ես անում եւ պատրաստվում ես։ Հերթապահություն իրականացնող զինվորները նախագահին ներկայացնում են առաջնագծում ներդրված նորագույն տեխնոլոգիաները։ Հակառակորդի ոչ մի տեղաշարժ չի վրիպում պաշտպանության բանակի տեսադաշտից։ Տեղացում հակառակորդի բոլոր տեղաշարժերը եւ զեկուցում գումարտակի հեռունակալը։ Այսօր օրինակ որևէ շարժվել է։ Ճիշտ է։ Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը պատվով է կատարում, դիրքապահներն ավելի քան վստահ են։ Արցախի հետ ուժի դիրքից խոսելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Միշտ պատրաստ ենք ու խնդիր չեմ տեսնում, թե հակառակորդի քանակական, թե զենքի որակական առումով։ Արցախի գերագույն գլխավոր հրամանատարը զինվորականների հետ քննարկել է զինվորի ծառայությունն ավելի հարմարավետ ու արդյունավետ դարձնող յուրաքանչյուր մանրուք։ Ստորաբաժանումների ղեկավարների հետ այս հանդիպումը շփման գծի մեկ այլ ուղղությունում է։ Քննարկման առանցքում կրկին զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններն են։ Լիաննա Ներսիսյան, ժամը լրատվական։